Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականից հետ աղոթք առաստված բարձրացրեցինք հայցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան համերաշխ եւ ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում մեր հայցն ու աղոթքն ենք առաստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ Իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքիս։ Մասուն Քարանը որ հրաժարվում։ Չի հրաժարվում եկեղեցին։ Մասուն Քարանը որ ճանապարհ բացեք։ դուրս բերել եք Չի պատասխանել։ Հարցածուց չենք տալիս։ Խնդրում եմ, չեմ հրում, բայց հիմա դուք Խորհրդի հետ կապված գիրքը Մասուն Քարանը որ դուրս էիք բերել, դա ինչի նշաներ, ինչու էիք որոշել հիմա հանեք, որտեղ անցած տարի կարծես թե չկար։ Ինչ նպատակ ուներ։ Դա գոնե կբացատրեք հասկանանք ինչի մասին էր խոսքը։ Այդ հարցին կպատասխանի մեր լուսարարապետ Այլարիթը։ Վեհապարտը չի հրաժարվում եկեղեցի Վեհապարտ, ինչ եք խոցապում հարցեր։ Ասեք վեհապարտեր, ինչպես եք պատրաստում դիմակայել Փաշինյանի այս արշավանքներին։ Հերու հետ կանգնեք։ Ես Այլարիթներով ասել եմ եւ նորից կրկնում եմ։ Մի խաթարեք օրվա խորհուրդը եւ մեր ապրումները։ Այդ Բայց տարիքով։ մենք երբեք ձեզ այլ խորհրդով չենք տեսնում։ Վեհապարտ, գուցե մի օր ասուրից կազմակերպեք, պատասխանեք, վերջը ձեզ մեղադրանքներ կան։ բոլոր ձեր հարցերին պատասխանում ենք։ Որ հարցերին։ Վեհապարտեր, Այսօր այդ օրը չի։ Ինչպես պիտի պատժվի Փաշինյանը այդ իսկ անօրինության կարող է ձեզ հեռացնելու օրը լինի այդ օրը, վերջապես խոսեք։ Բանն է գնացել հարգելի հետևորդներ նշեմ, որ վեհապարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել կարճ դիմեց ժողովրդին